Այս շինությունը ծանոթ է երևի յուրաքանչյուր հայի, ով եղել է Երևանում։ Սա Ծիծեռնակաբերդ մարզահամերգային համալիրն է, նախկինում Ծիծեռնակաբերդ մարզահամերգային համալիրը, այսօր այն վերանվանվել է եւ կոչվում է Կարեն Դեմիրճյան կենտրոն։ Երևի շատ-շատերը հիշում են, թե ինչպես այս մարզահամերգային համալիրը այն տարիներին հրդեհվեց, եւ շատերը երևի գիտեն, թե ինչպես էր նա այստեղ կանգնած երեխայի նման լաց լինում։ Մի հետաքրքիր փաստ, այդ տարիներին շատ թոշակառուներ նամակներ էին ուղարկում կենտրոնական կոմիտե եւ առաջարկում էին իրենց մեկ ամսվա թոշակը, որպեսզի մարզահամերգային համալիրը վերականգնվի։ Սա խոսում է Կարեն Դեմիրճյանի ժողովրդականության եւ մեծ մարդու մասին։ Ապրում էր այս քաղաքով, ապրում էր իր հանրապետությունով եւ ստեղծում այնպիսի պանցալի կոթողներ, որ դեռ չգիտեմ, թե երբ մենք ունակ կլինենք նորից վերակենդանացնելու այս շունչը։ Բայց գիշեր-ցերեկ աշխատել է պետք է լինել շատ խիստ, ինչպես ինքն էր, պետք է լինել շատ մեծահոգի, ինչպես ինքն էր միաժամանակ, պետք է լինել շատ համեստ եւ ուժեղ, ինչպես ինքն էր։ Ես փառք Աստծո, որ ճակատագրի բերումով երջանկություն եմ ունեցել աշխատելու նրա հետ, ամեն օր ունկնդիր լինելու նրա խորհուրդներին, նրա աշխատավոճին, եւ ես կարծում եմ, որ ամենօրյա աշխատանքը նրա իսկ սկզբունքներով, նրա իսկ աշխարհընկալմամբ պատուղներ կտա։ Թող որ բոլորս միախումբ լինենք, բոլորս մեկս մյուսին կամենանք, օգնենք, սատարենք, թիկունք լինենք եւ կարողանանք մեր հանրապետությունը, այս մի փոքրիկ հանրապետությունը ցավոք ոտքի հանել։ Ոչ մի դժվար բան չկա, ես նորից եմ կրկնում։ Հազար ու մի օրինակները կան տարբեր երկրների, ավերված, քանդված երկրների, որոնք կարողացել են միախումբ լինել, դնել նպատակ, խնդիրներ աշխատացնելու մեխանիզմներ, ապահովելու օրենսդրական դաշտ եւ ամենօրյա գործունեություն ու հետեւողականություն։ Փառք Կարեն Սերոբիչ, փառք նրա հիշատակին։ Այս բարելեվը համալիրի վերևում է գտնվում, կենտրոնական մուտքի վերևում, այստեղ տեսնում եք քանդակած դեմքեր, աջից 4-ը, ինչպես տեսնում եք, դեմքերը պարզ չեն, թե ովքեր են, այն ժամանակ քանդակագործը այստեղ պատկերել էր Հայաստանի կառավարությունը, այդ թվում նաև այստեղ, եթե չեմ սխալվում, աջից երկրորդը Կարեն Դեմիրճյանն էր, սակայն նույն Կարեն Դեմիրճյանի պահանջով այս դեմքերը այստեղից վերացվեցին, նա ասաց, որ ես չեմ ուզում, որպեսզի այս գեղեցիկ կոթողի վրա լինեն քաղաքական գործիչների դեմքերը, ոչ, այստեղ կարող են լինել միայն ճարտարապետների դեմքերը, այդ ձախից դուք տեսնում եք ճարտարապետներին եւ քանդակագործներին։ Ֆերդինանդ Արաքելյանը, անվանի քանդակագործ, մի մարդ, որը շատ մտերիմ է եղել Կարեն Դեմիրճյանի հետ, մի մարդ, որը մասնակցել է շատ շինությունների աշխատանքներին, այդ թվում նաեւ այս մարզահամերգային, այսօր մարզամշակութային կենտրոնի շինարարությանը։ Ինչ կարող եք հիշել, մի հետաքրքիր դեպք։ Դեք Կարեն ջան, ես ասեմ, որ Կարեն Սերոբիչի մասին մանր չեմ կարող խոսել, ընդհանրապես մի երկու բառ կարող եմ ասել, կարող եմ խոսել այնքանով, որքանով կա ինքը անհատ էր, ինքը մեծ պետական գործիչ միայն չէր, ինքը մեծ մշակույթի դեմք էր, ինքը ամեն ինչ էր, ինքը հոգով ազգային էր, մտածելակերպով համամարտկային, նա ամեն ինչին պատրաստ էր, նա գիտեր անտիկ աշխարհից մինչև արդիական արվեստն ու կուլտուրան, գիտությունը, քաղաքական կյանքը, Դեմիրճյան անհատի մասին մեկ-երկու բառով չեն կարող ասել, բայց մի կարևոր բան կասեմ, որ նա ահավոր շատ էր սիրում, գոնե ես գիտեմ իր ժողովրդին եւ երազում էր ժողովրդին հանել այս մխսավանջից։ Ցավոք սրտի նա շատ տխուր հեռացավ, բայց ասպետական հեռացավ կանգնած։ Նա մեռավ, բայց ծնվեց։ Լավ, մի երկու խոսքով իրեն կարող եք ներկայացնել որպես քաղաքաշինության գիտակ, որպես ճարտարապետության։ Գիտեք ինչ, նրա հետ ամեն ինչի մասին խոսելուց բավականություն, նա քաղաքաշինությունը այնպես գիտեր, որ կարող էր բոլոր անվանի պրոֆեսիոնալ ճարտարապետների հետ վեճել, եւ քանդակը գիտեր, եւ նկարը գիտեր, եւ երաժշտությունը գիտեր։ Նա պատրաստ դարի մարդ էր նա անհատ էր, նման մարդիկ դարը 1-2 են ծնում, նա պատահական եւ այն պետական գործիչների չէ, որ սահմանափակվում էր, հորիզոնները մեծ էին, ահավոր մեծ էին։
Այս բարելեֆի պատմությունը եթե կարելի է Այս բարելեֆի պատմությունը ասեմ, որ ես իրոք ես իրեն քանդակել եմ ենք հեղինակային մեր խումբին եւ քանդակել ենք իրեն։ Քանդակեցինք իրան ոչ թե երկրի առաջի դեմք, այլ քանդակեցինք որպես հեղինակ այս կառույցին։ Թող ոչ ոք ուրիշ բան չմտածի, եթե չներկարես երբ չէր լինես կառույցը։ Ցավոք սրտի նա քանի որ շատ մեծ մարդ էր իր բանով հանել տվեց։ Ես խոստանում եմ վերականգնեցնել։ Շնորհակալություն։ Կես տարի անցել հոկտեմբերի 27-ից, բայց մենք դեռևս չենք կարողանում լրիվ ուշքի գալ իմաստավորել, թե ինչպես, ով, ինչու կատարեց այդ եղերնագործությունը եւ մանավանդ չենք կարողանում իր ողջ տարողությամբ գիտակցել, թե ինչ կատարվեց մեր կյանքում, հասարակության ժողովրդի մեջ։ Ասում ենք ու գրում, թե ազգային ժողովում պայթած գնդակները ետին տապալեցին ոչ միայն մեր 8 պետական ակնառու գործիչներին, այլև ծակեցին շենքի պատերը, հասան մեզ, մեր սրտին, տապալեցին մեր հույսերը, մեր հազիվ նորոգվող հավատը ապագայի հանդեպ։ Հանկարծ մեռնեմ, ես վախենում եմ, շատ եմ վախենում, իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի համակրթության այս վիճակը քո, ինչ պիտի անես, ինչ պիտի դինես։ Հասարակության հոգիների համակրթությունը, հավասարակշռությունը խախտվում երևում է ոչ միայն խոշոր բանաստեղծների մահով, մանավանդ երբ ման վրա է հասնում անկարծորեն, ողբերգականորեն, ինչպիսին էր Պարուս Սևակի մահը։ Հասարակության հոգիների համակշռությունը խախտվում է նաև ժողովրդի իրավ առաջնորդների կորստով, առավել ևս երբ այն կատարվում է նույնպես անկարծորեն, ողբերգականորեն, ինչպիսին է Երմիաշ Խանջյանի եւ ապա Կարեն Դեմիրճյանի մահերը։ Այվող Մատյանի պատահի լսար, որ որածողան ջուր կրտերի մեջ, որ բխված հողը թալիսմանի պես մեր կեցքի վրա կրենք երկյուված, անունը տալով մաքրվենք դարձյալ աշխարհ ողողով ծով ստերի մեջ։ Անկակին հայրենակիցներ, իր սարսափահար հիշողություն մխրճվեց յուրաքանչյուրիս ուղեղի ծալքերում, այնտեղ երկար կմնա մեր մտապատկերում։ Ծանր հուշը մեր օրերի սոցիալ-հոգեբանական կտրվածքում ազգային նկարագրի վրա թողեց անջնջելի խորը հետքեր։ Մեր ապրած դարը սկսվեց մեր ժողովրդի ողբերգությամբ, իսկ ավարտը նշանավորվեց դաժանության դրսևորման բազմաթիվ օրինակներով։ Վերջին մեկ տարում հայ ժողովուրդը վերածննդի հույսեր էր պայպայում։ Ծանր ու դժվարին պայմաններում ապրող մարդիկ, որոնք ոչ միայն հոգեկան ու նյութական կորուստներ ունեցան, այլև ֆիզիկապես փոխվեցին ու ունջվեցին, փորձեցին ուղղել իրենց կորացած ողնաշարերը։
Տունելի վերջում արկածող լույսը միանգամից մարվեց։ Այսօր համոզված կարելի է ասել, որ Երևանի մարզահամերգային համալիրը 20-րդ դարի հայ ճարտարապետության վերջին խոշոր նվաճումն է։ Արտուր Թարխանյանին կարծում եմ ներկայացնելու կարիք չկա մեր անվանի ճարտարապետներից մեր քաղաքում գտնվող տարբեր շինությունների հեղինակ, համահեղինակ, այդ թվում նաև այս հրաշալի համալիրի հեղինակներից մեկը։ Պարոն Թարխանյան, ես կուզեի, որպեսզի դուք ներկայացնեիք Կարեն Դեմիրճյանին որպես քաղաքաշինության գիտակ, որպես ճարտարապետության գիտակ, որ ես կարծում եմ, որ նրան դուք զգում եք ձեր կողքին ավելի շատ ոչ թե որպես ղեկավար, այլ որպես գործընկեր։ Մի երկու խոսքով, միգուցե եւ մի դեպք հիշեք կապված։ Կարեն Դեմիրճյանը ճարտարապետության նկատմամբ շատ ուշադիր էր։ Նա գիտեր, որ ճարտարապետությունով գրվում է ազգի պատմությունը, ու մեզ միշտ ուղղում էր այդ ուղղությամբ։ Լավ թե վատ, ինչ-որ մի բան ենք արեցինք, մինչև ինքը չասեր այո, չենք վերջացնում նախագիծը։ Ու ամենածանր դեպքը մեզ համար եղավ համալիրի հրդեհումը։ Այդ ժամանակ էլ ինքը կանգնեց, ասեց, տղաներ, լավ չլինեք, չմտածեք, ավելի լավ կկառուցենք, ավելի լավ կվերականգնենք։ Հիմա կարելի է տեղում նայել, ստուգել, իրոք տենց եղավ թե չի եղավ։ Այսօր հավերժացվեց մի շարք կոթողներ, որոնք կառուցվել են իր օրոք, իսկ ինչ եք կարծում, ճիշտ չէր լինի, որպես այս կոթողներին միանար նաև օդանավակայանը։ Շատ ճիշտ կներ, շատ ճիշտ կներ, որովհետև Կենեդի հայրոպորտը, որ մենք արդեն ուրիշ ձևից չենք ասում, Կենեդի անվան դրեցին, ճիշտ կներ, որ օդանավակայանը լիներ Կարեն Դեմիրճյանի անվան։ Այո, Շարլ դե Գոլը, ճիշտ է, Փարիզում։ Դուք բազմիցս աշխատել եք միասին, որևէ հետաքրքիր դեպք, նա հումորով մարդ էր, բոլորս հայտնի է, կարող եք որևէ մի դեպք հիշել։ Ասեմ, մի անգամ ասեց, Արթուր, դու կգնաս, հուշարձանները կմնան, ասի Կարեն Սերոբիչ, ավելի լավ չի, հուշարձանները գնան, ես մնամ։